չեն կարողանում ձեռք բերել նորագույն ժամանակների տեխնիկա, չեն կարողանում ավելի բարձր վարձատրել իրենց աշխատակիցներին, քան մասնավոր հատվածը եւ ընդհանրապես մասնավորը ես եւս մեկ անգամ կրկնում եմ ավելի լավ կառավարիչ է, քան պետություն։ Իսկ կարող եք ասել այդ մոտ 50 ընկերություններից որոնք չեն աշխատում կամ գրեթե չեն աշխատում։ Ես արդեն իսկ հայտարարել եմ, որ 47-ից 23-ը դրանք նախկին ծրագրից եկածներն են, այսինքն 2006-7, այսինքն դրանց արդեն իսկ ազգային ժողովը հավանություն է տվել։ Դե բնական է, եթե 2001-3 թվականների, 2006-7 թվականների ծրագրում կան ընկերություններ, որոնք դեռևս չեն մասնավորեցվել, դրանք հենց չաշխատող, հիմնականում չաշխատող ընկերություններն են։ Դրանք կան։ Ցանկը կա կցված այնպես որ աշխատողների ցանկը նախագծում։ Այո, դուք որ տեսնեք նախկինում եղածները մասնավորեցման ծրագրում ինքներդ կտեսնեք։ Նոր ընկերություններից պետությունը ինչ երաշխիքներ է, պահանջելու, որպեսզի հին դառը փորձը մասնավորեցման դեպքերի չգրկանի։ Ես այստեղ էլ հայտարարեցի, նոր իմ վերջին ելույթում էլ խոսեցի դրա մասին։ Նախ պետք է ասեմ, որ մենք եւ նախկին ծրագրում գտնվող ընկերությունների, տարբեր ընկերությունների, որոնք ժամանակին մասնավորեցվել են 90-ական թվականներին, 2000-ական թվականներին, մենք բազմիցս ասել ենք, որ դրանց պայմանագրերը իրավական առումով թույլ են, եւ մենք փորձել ենք այս տարիների ընթացքում բանակցելով մասնավոր հատվածի հետ փոփոխություններ իրականացնել այդ պայմանագրերում, դրա վառ օրինակը հենց Դվին հյուրանոցային համալիրն է։ Դվին հյուրանոցային համալիրը դուք գիտեք, որ 2000-ականներին է մասնավորեցվել, ոչ մի տեղաշարժ չկար, հիմա տեսնում եք, թե ինչ ահռելի շինարարություն է տեղի ունենում, 13 միլիոն դոլար ներդրումները ավարտել է, նոր ծրագիր է կառավարություն ներկայացվել, որը ընդունվել է արդեն կառավարության կողմից, 13 միլիոնն էլ հետը 100 միլիոն դոլարի ներդրումներ, այսինքն նույնիսկ նախորդ ծրագրերում գտնվող ընկերությունները, որոնք որ որոշակի առումով խնդիրներ են ունեցել, մենք այսօր շտկելով գալիս ենք։ Իսկ նոր ընկերությունները դուք ինքներդ տեսել եք, դրանցից 10 առողջապահական ընկերություններ են, ընդունելությունների Դվին հյուրանոցի դեպքում այն գումարը, որ պետք է ներդրվի, տպավորություն այն մասին է, որ այնտեղ ամեն ինչ ցուցադրվում է։ Ահռելի գումարի մասին է խոսքը, երբ որ ամբողջական նոր եւ ավելի շքեղ հյուրանոցների համար, ասենք այդ Hilton-ը 23-25 միլիոն դոլար է ծախսել։ Դա ինչ է, ինչ աշխատանք։ Տեսեք, գնահատողը մենք չենք եւ լրատվամիջոցները չեն։ Չեմ կարծում, չեմ ուզում մտածել նույնիսկ դրա մասին, որովհետեւ մենք բոլոր պայմանագրային պարտավորությունները ի վերջո պայմանավորվում ենք մասնավորի հետ, որ միջազգային այսպես չափանիշներով հատկացված աուդիտորական ընկերություն գնահատի դա։ Իսկ մենք չենք ընդունում, մեզ չեն բերում ասում, գիտեք ինչ, մենք այսքան ներդրում ենք արել, մենք հետ այնց կիրառական լեզվով ասեմ, հալած յուղի տեղ ընդունում ենք այդ ամեն ինչը։ Իսկ մինչև դրանք չեն գնահատվում, մինչև աուդիտորները չեն աշխատում դրա վրա, մենք չենք ընդունում այդ պարտավորությունը։ Բայց կողքին կա երիտասարդական պալատը քանդված Երիտասարդական պալատը մասնավորեցման արդյունքում չի հայտնվել ժամանակին այդ վիճակում, նա հայտնվել է այդ վիճակում դատական պրոցեսների արդյունքում սննկացման գործընթացում, այսինքն դա կառավարության միջոցով չի տեղի ունեցել ժամանակին, դա սննկացման գործընթացի արդյունք է։